չեմ կարող այլ բացատրություն կա, ունենք նաև որ ամեն դեպքում ձեզ թիմից մերժում են, կուսակցությունից մերժում են, դուք ինչ բացատրություն եք, ինչով եք։ Ես բացատրություն չունեմ, այլ հարցեր կա։ Կորալեն Սիմոնյանի վեճով է պայմանավորված, հասկացել են Չկա նման հարց։ Եթե փաստորեն վարչությունից էլ Եթե այլ հարցեր չունեք, ամփոփենք, որտեղ հարցերը կրկնվում են։ Կառավարության հետ ևս խնդիրներ ունեն։ Կառավարության հետ որևէ խնդիր ըստիս չկա, ես շատ հաջող կերպով 5 օրենքի նախագիծ եմ ընդունել, որոնց կառավարությունը տվել է դրական եզրակացություն, այսօր 6-րդ օրենքն է քննարկվել հանձնաժողովում, որին նույնպես կառավարությունը տվել է դրական եզրակացություն, պատրաստվում եմ առաջիկայում մի շարք օրենքի նախագիծը շրջանառել մինչև իմ լիազորությունների ժամկետի ավարտը եւ համագործակցել կառավարության հետ։ Շնորհակալ եմ, եթե այլ հարցեր չկա նման հարց։ Պարոն Սարգսյան, այսօրին ձեզ տեսնում են գերիների հարազատներից մեկի հետ եւ շատ են խոսակցությունները, որ դա ձեր PR-ի համար եք դուք անում։ Ցավում եմ, որ նման խոսույթ կա, բայց նաև օբյեկտիվ է, որ կարող է նման տպավորություն ձևավորվի, որ Սարգսյան Հայկը որոշել է PR անել սեփական անձը, նշեմ, թե ինչպես է եղել դեպքը եւ ինչպես է եղել կոնկրետ այս մասնավոր դեպքը, որ տեղի ունեցել 3։ Ուրեմն 3 չէ առաջի օրը մենք տեղեկություն ենք ստանում եւ եղբայրս, որ գերիներից մեկի կինը, ով բնակվում է Լիբանանում, ազգությամբ արաբ, Լիբանանի արաբ, Լինդա անունով կինը, ցանկանում է գալ Հայաստանի Հանրապետություն, որպեսզի տեսնի իր ամուսնուն, ով 5 տարի եղել է գերեվարված, 5 տարի 2 ամիս եղել է գերեվարված Ադրբեջանում։ Նման միտք է հնչել, որ նա չունի տոմսի գումար, որպեսզի վերադառնա հայրենիք։ Մենք կապվել ենք իր հետ, որպեսզի լուծենք այդ հարցը, որպեսզի նա վերադառնա։ Իմացել ենք, որ արդեն այլ հայրենակից, ով հետագայում ասեցին այլ դաշնակցության ներկայացուցիչը, տոմսը գնել է։ Ես չեմ ուզում, որպեսզի ստեղ որևէ քաղաքական հայաց կամ կուսակցական պատկանելություն տարանջատենք։ Շնորհակալ եմ այդ մեր հայրենակցից, դաշնակցության այդ կուսակցության ներկայացուցիչ կամ համակրից, չգիտեմ ով է, եղբայրս իր հետ խոսած է, ով գնել է այդ տոմսը։ Մենք ենք պատրաստվում գնել, ինքն է գնել, շատ շնորհակալ ենք դրա համար։ Լինդան վերադարձել է Հայաստանի Հանրապետություն։ Մենք իր հետ խոսել ենք, նա չուներ Հայաստանի Հանրապետությունը ոչ ընկերներ, ոչ բարեկամներ։ Մենք ցանկություն ենք հայտնել նրան օդանավակայանում դիմավորելու, որպեսզի ուղեկցենք, տանենք եւ իր ամուսնու հետ հանդիպի։ Շատ ուրախացել է, իդեպ Հայաստան վերադառնալուց հետո ասել է, որ ձեր զանգից հետո են որոշել վերադառնալ, քանի որ միջև դա չէի հավատում, որ ամուսնուս ազատ են արձակել, տեղեկատվությունը, որ ամուսնուն արձակել են, ստացել է լրատվականներից մեկից եւ չի հավատացել, ասել է ինչու եք իմ յարդերի հետ խաղում, ինչու եք նման կեղծ տեղեկատվություն տալիս։ Միայն մեր խոսքից հետո նա հավատացել է եւ վերադարձել է, սա ասում եմ իր խոսքի մեկնաբանություններով։ Նրան դիմավորել ենք օդանավակայանում եւ ուղեկցել ենք, գնացել ենք հոսպիտալ, որտեղ պահվում են մեր գերեվարված գերությունից վերադարձած տղաները։ Ասել են, որ նա գնացել է քննչական կոմիտե։ Միասին Լինդայի հետ գնացել ենք մեր տուն, որտեղ մոտ 5-6 ժամ սպասել ենք։ Քննչական կոմիտեից երբ ասել են, որ արդեն ավարտվել է գործողությունները, գնացել ենք եւ նրանք հանդիպել են ամուսիններով։ Դրանից հետո, քանի որ չեն ունեցել այլ ուղեկցող անձ, չեն ունեցել բարեկամներ, ընկերներ, չեն ունեցել որևէ դրամ իրենց գրպանում, մենք շարունակել ենք նրանց ուղեկցել, տանել հյուրանոց, այսօր առավոտյան, քանի որ ես նիստի ընկերներից մեկին եմ խնդրել, որպեսզի նրան եւս մեկ անգամ տանի քննչական կոմիտե, այսինքն այս աշխատանքը մենք անում ենք հասարակական հիմունքները, որպես քաղաքացի, տեղյակ ենք, որ այս անձինք չունեն բարեկամներ Հայաստանի Հանրապետություն, չունեն ֆինանսական միջոցներ, չեն ճանաչում քաղաքը եւ անհրաժեշտություն կա նրանց քաղաքում ուղեկցելու։ Այսինքն, եթե Լինդան օրինակ գար օդանավակայան Լիբանանից, որտեղ անհամեմատ ավելի տաք է, քան Հայաստանում, եւ չիմանար որտեղ է պահվում իր ամուսինը, չիմանար թե ինչպես կարող է հասնել նրան, տեսակցել, չունենալով հեռախոսի համար, չունենալով ինտերնետ եւ այլն, նա չէր կարողանում դա կազմակերպել, մենք փորձել ենք սա կազմակերպել եւ կարող է դա սա դիտվել որպես PR, բայց մենք սա արել ենք մեր հանգստության համար, որովհետեւ դիրապետել ենք տեղեկատվության, որ այս մեր լիբանանահայ բարեկամը Վիգենը տեղափոխվել է Հայաստան, տեղափոխվել է Շուշի մշտական բնակության, պատերազմի ընթացքում չի լքել Արցախը եւ որպես քաղաքացիական օգնել է, պատգարակներ է տեղափոխել, վիրավոր անձանց է տեղափոխել, միջև վերջի օրը մնացել է։ Ու ինքը մեր երկրի ծառայություններ է մատուցել։ Ու այսօր ժամանակն է, որ մեր երկրի գերությունից հետո մեր քաղաքացիները իդեպ ասեմ, շատ քաղաքացիներ գրում են ու պատրաստակամություն են հայտնում մեր քաղաքացիներին այո օգնելու ֆինանսապես կամ հյուրանոցի հարց լուծելով կամ այլ միջոցներով, ուզում եմ ասեմ, սա ընդհանուր
բոլորի սրտով է ու այս աշխատանքը մենք պետք է անենք նրանց մենակ չթողնենք։ Եվ մի կարճ հարց, դուք ինչպես եք վերաբերում այն հանգամանքին, որ Թուրքիայի արտգործնախարարը աջակցություն է հայտնում Փաշինյանին ընտրությունների այս նախաշեմին։ Նման տեղեկատվություն չեմ տիրապետում, չեմ ցանկանում մեկնաբանել, չեմ կարդացել։ Այլ հարցեր ունեք։ Տեսեք, նրանք ովքեր ինչ-ինչ պատճառներով հետաձգվել է ծառայության մեկնումը, հիմա եթե այս նախագծով նրանք զորակոչվեն բանակ, ստացվում է ծառայելու են 1.5 տարի 2-ի փոխարեն։ Ոչ, իմ նախագծի շահառուները ծառայելու են 2 տարի ժամկետով, քանի որ օրենքի շահառուները 1999 թվականին կամ 2000 թվականին ծնված քաղաքացիներն են, եթե նրանք սահմանված կարգով գնային ծառայության, պետք է գնային 2018 թվականին, իսկ 2018 թվականին գիտենք, որ ծառայությունը 2 տարի ժամկետով էր, այսինքն իրենք պետք է լրացնեն այն բացը, որը թողել են։ Իսկ այս նոր համազգեստի վերաբերյալ ինչ դիրքորոշում եք արձակել։ Չեմ ուսումնասիրել, չեմ կարող դիրքորոշում հայտնել այս բանը։ Փաշինյանը որ ունակություն էր օրինակ հայտնել տարածել էր։ Ես չեմ տեսել։